Հարգելի սիրելի ժողովուրդ, առաջին հերթին ուզում եմ ինձ սրտե ձեր բոլորին ողջունել։ Երկրորդը, ես ասենք թե շրջելով տարածքները, ուզում եմ մարդկանց լսեմ, իրենց խնդիրը, խնդրեմը, իրենց հարցերը պատասխանեմ։ Պարզ է, իմանալով երկուշաբթի ժամը 11-ն է, բայց կարևորը, որ բոլորն էլ կլսեն, բոլորն էլ կպատկերացնեն, ոչ թե ընտրել ենք շաբաթ օր, կիրակի օր, որ բոլորը տուն լինեն, բայց կարևորը, որ չենք հասցնի, ասենք թե որ բոլորը հետ հանդիպել, շփվել։ Ինչ հարցեր ունեք, ինչ մտահոգություն ունեք, ինչ պրոբլեմ կա, ասեք, տեղում ձեր հարցերին պատասխանեմ, ես ասեմ, այսօր մենք ունենք լավ թիմ, լավ համակիրներ, համախմբվել են շատ լավ մասնագետներ, դոկտորներ, պրոֆեսորներ, բժիշկներ, ակադեմիկներ, տնտեսագետներ ու բոլորի նպատակը մեկն է, որ նրանք այսօր ուզում են այս վիճակից դուրս գանք, չմասնակցելով իրար կողքի չկայնելով, այս վիճակից դուրս չեն կարող գալ։ Այսօր պարտված, խեղճացած, ամբողջ աշխարհում կորցած այդ հեղինակությունը ամեն ինչը սենց չի լինի, ու դա մի մարդու բան չի։ Այսօր պետք է ազգովի կանգնեն իրար կողքի, կուսակցական պատկանելիություն կապ չունի ժողովուրդ։ Սա մեր պատվի խնդիրն է, մեր ապագայի խնդիրն է, որ մենք կարողանանք լիարժեք այդ հարցերը կարգավորել։ Չլուծվող խնդիր չկա։ Այսօր բոլորը շփվում են գյուղերում, տարածքներում, քաղաքներում, վարչական շրջաններում, բոլորին մի հարց է մտահոգում՝ երկրի խաղաղություն, տնտեսության զարգացում, իրենց խնդիրների կարգավորում, այդ հիմնական տուժտուգանքները, որ կուտակվել է 4-5 տարի, մենք էլ բանկային համակարգի հետ վարկերի մարում։ Այդ բոլորը ասենք թե մեզ մոտ կա գրած, իսկ դուք էլ գիտեք, իմ խոսքը գործը ասել եմ, եթե այսօր այս տարածքները մանեմ գալի, նայում եմ, որցե մեկը չկա, որ ասի Ծառուկյան, դու բան ես խոստացել չես, չկա դե։ Ես ոնց կարող է պատասխանեմ, բան ասեմ չանեմ։ Եթե ասեմ տեղում հանձնարարում եմ, որ անմիջապես կատարեք, որ հանկարծ չլինի, մոռացել եմ հետո իմ այդ հարց ասել։ Ամենակարևորը բոլորը կա, ծրագիրը կազմած է, եթե դուք հարցեր ունեք էլի ասելու, ասեք ռադ պատասխանեմ։ Բոլորից խնդիրն ու խնդրեմը գիտեմ։ Այս անգամ մենք ծրագիրը կազմել ենք ոչ թե կաբինետում լուրջ դեմքով մարդիկ նստած գրել են, այլ բոլոր ոլորտների մարդկանց հանդիպել են, ասել ինչ խնդիր ունես, որտեղ ես աշխատում, որն է քո խնդիրը, ինչով ես դու զբաղվում, մարդիկ ասել են, դրել ենք խնդիր խնդրեմը եւ դրա լուծումները մեր մասնագետների հետ միասին կազմել ենք։ Ու այսօր հիմնական հարցը ասենք թե միայն մնում է, որ դուք մասնակցեք, ձայնը տակ, Ենքիչ ձայնի դեպքում, ես ասեմ, մենք չենք կարող որոշում կայացնենք, որ լիարժեք որոշումը կայացնենք, իմ համար կապ չունի, որ կուսակցությունից է, ոնց որ գնաց մրցում չեմպիոնին չտանես, որ ուրիշ կուսակցությունից է, այլ այսօր ազգի խնդիրն է, ով կարա դանի, ով տիրապետում, ով աշխատել է, որ այդ մարդիկ գիտեն արդյունավետ աշխատումը, լիարժեք իրա ցավը տանեմ, քաղաքանը դնում ենք մի կողմ, այսօր պետք է այս գիծնա, ուղղությունը, որ լիարժեք զարգացում լինի, որ մարդիկ գոհ լինեն, իմանան իրենց մասին մտածող մարդ կա, ձեր ցավ։ Այսօրին ենք ժողովուրդ ջան, որ ոչ ճիշտ նշանակումների համար։ Ինձ լավ գիտեք, առաջ կոմունիստներ ոնց էր, մարդը ավարտելուց հետո պետք է կոմսոմոլ գնար, պետք է վարչություն գնար, հրանգիչ լիներ, օգնական լիներ, հետո գնար վարչապետի տեղակալ, օգնական, հետո փողնախարար, նոր նախարար։ Հիմա 50 տարի ոչ մի բան չի արել։ Քարը քարին չի դե, 100 ռուբլի չի վաստակել։ Այսօր միանգամից նախարար։ Ձեզ կամ մտնելով դիմում գրի գնա մերոնք եկել են, այդ ցավը տանեմ, սաղս հայենք, հանձնարարությունը դուր, կարամ կատարեմ, եթե չեմ կարա հանենք, սա պետք է լինի սկզբունքը, ծանոթ բարեկամոք չի։ Ինչ կա նորից եմ ասեմ, հարցեր ցանկացած ոլորտից ասեք, դրա պատասխանն ասեմ, ասեք ինչ հարցեր ունեք։ Հարց չունեք, սա ձեր մոտ ընտիր է։ Որ դուք եք գործի գլխին էլ ինչ հարց ունենան, Վարոն Ծառուկյան։ Եղբայր դեպ գործի գլխին լինելու ասում եմ, ձայնը տվեք, ինչ որ ասում եմ, մի բան էլ ավել անելու ենք, որ դուք զգաք փոփոխությունը, շարժը, ուշադրությունը, արդեն ամեն ինչ լավ կլինի։ Հիմնական ցանկությունը կա, կապը կա, թիմերը կան, հնարավորությունը կա, այսօր մենք հազարավոր ազդեցիկ հայր ունենք աշխարհով մեկ, միակազմ ենք, որ եթե Հայաստանում բնակվում են 2 միլիոն ու կես, աշխարհում բնակվում են 12 միլիոն, ու ցանկացած հայ, որ երկրում, որ պետությունում կա կայացած հզոր,
իր կապերը, իր հնարավորությունը պետք է օգտագործեն։ Պետք է իրեն հաշվի առնենք, որ ինքը հայ է, որ ինքը կարա իր երկին օգնի, այս ուղղության վրա, այս իր կապերը, ծանոթությունը, նորից եմ ասում, չլուծվող խնդիր չկա։ Որտե հայ եղավ անպայման, ամենաբարձր աշխարհի մարդկանց հետ պետք է կապը լինի, ծանոթությունը լինի, մենք էլ դա պետք է օգտագործենք։ Մեր երկրի զարգացման համար, մեր ապագայի համար։ Ասեմ, եթե հարցեր ունեք, Ժորժան, ասել ենք հիմնական խնդիրը, ասել եմ, որ այսօր պետք է ասեցի, որ տուժտուգանքները պետք է միանգամից պետությունը արդեն այդ մարդկանց այնքան տուժտուգանք ակուտակ, ներում շնորհեն, վերջացնեն։ Մարդկանց պետք է վարկային համակարգը, որ ասենք, եղել է տնտեսական ճգնաժամ, համաճարակ, պատերազմ, որ մինչև 3 միլիոն դրամը պետք է պետությունը ներում շնորհի։ Եթե պետական պարտք այսօր 15 միլիարդ է, Ժորժան, դու դրանից խաբար եք, որտե՞ց խաբար եք։ Լավ թողել լինի 16 միլիոն 100 միլիոն, 16 միլիարդ 100 միլիոն, 2 միլիոն 200 հազար մարդ վարկային համակարգից կպրծնի։ Իր աշխատած գումարը, իր ստաց գումարը արդեն կտան իր երեխեքին կկերակրի։ Եղել է, ստացվել է, հիմա այդ լավ օրիշի չենք ասում, մարդիկ միլիարդներ ունեն, խի անեն։ Այսօր քո ժողովուրդն է, ճայիճի մեջ է, խեղճվում է, որ ասենք թե տուժտուգանք վճարելով, բանկի տոկոս վճարելով, տուն կորցնելով, քո ժողովուրդն ինչքան ժողովուրդը լավ լինի, այնքան դու ավելի լավ պետք է։ Մի որոշմամբ թողա ոչ այդ հարցը ներում շնորհեմ։ Առողջապահությունը պետք է անվճար լինի, եղբայր։ Դա ուսումը պետք է անվճար լինի, դա պետության խնդիրն է։ Հիմնական խնդիրները կան, որ պետք է մարդկանց դրության մեջ մտնես։ Եթե ասենք թե այսօր ծնողը չի կարում երեխայի ուսման վճարը վճարի, ծնողի կյանքից 5-10 տարի պակասում է։ Նա գիշերը չի քնում, որ երեխային չկարեցավ ուսման տա։ Բայց պետք է կարողանա դրա համար ուսումը թող ձրի լինի, որ կարողանան ասենք թե պիտանի մարդիկ ավելի շատ սովորեն։ Պետք է մեր կրթական ծրագրում Բոլոնիայի ծրագիրը վերացնեն, ժողովուրդ ջան։ Այդ որ դրել են, սաղ վերացնեն, ոչ մի տեղ ծրագիր չի օգտա, բացի Հայաստանից։ Հիմնական Բոլոնիայի ծրագիր ինչ է տալի։ 10 տարի սարքել են 12 տարի։ Էլի նույն գիտելիքը կամ գրքերը փոխել են, կարգին գրքեր էլ չեն գրում, եթե ես դրա համար եմ գիտեմ, տեղյակ եմ։ Այն ժամանակ ամենաուժեղը լա սովետական միության կրթական ծրագիրը, որ այսօր Ամերիկան էլ է դա օգտագործում, բայց մենք բերել ենք Բոլոնիայի ծրագիր։ Երեխեն անտեղի 2 տարի լավ էլ կորցնում է, լավ ավարտած արդեն բանակ են տանում, չի ասցնում քննություն էլ տա, բանակից հետո էլ գալի, գիտելիքը մոռացել չի ուզում շարունակել։